Նիստերի դահլիճում աղմուկ է, խորհրդարանականները պարբերաբար խանգարում են մեկը մյուսին։ Ազգային ժողովի նախագահը հերթական անգամ փորձում է սաստել անհարկի փսփսոցները։ Ավելնորդ կոպտությունների չգնանք, դիտողություններ չանենք։ Եթե խնդիր կա, կարող եք դահլիճից դուրս գալ, խոսել, պարզաբանել։ 1 միլիարդ դրամի եւ ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողները իրենց ֆինանսական հաշվետվությունները պարտավոր են հրապարակել աուդիտի եզրակացությամբ։ Այս կարգը գործում է 3 տարուց ավելի։ Կառավարությունը եկել է այն համոզման, որ աուդիտի պահանջը շուկայում էականորեն թանկացրել է աուդիտորական ծառայությունների գները։ Տնտեսվարողների համար դա լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Այդ իսկ պատճառով էլ կառավարությունն առաջարկում է խորհրդարանին, պահպանելով հաշվետվությունների հրապարակման պարտադիր պահանջը, բիզնեսին ազատել այդ բեռից։ Չնայած նախաձեռնության մեջ նկատված թերություններին, պատգամավորներից շատերը առաջարկի հետ համաձայն են։ Հրանտ Բագրատյանի համոզմամբ սա նպաստավոր է միայն խոշոր բիզնեսի համար, մինչդեռ պատգամավորի դիտարկմամբ սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին։ Գաղափարը լավն է, բայց խնդիրը պետք է համապարփակ լուծում ստանա, նշում է Նաիրա Զոհրաբյանը, հավելելով՝ իրավական ուժ չունեցող թղթի համար գումարներ տալը անհեթեթություն է։ Դաշնակցությունը տրամագծորեն հակառակ կարծիքին է։ Աուդիտը իրականում դրական զարգացման է բերել, նկատում է Արծվիկ Մինասյանը եւ շեշտում։ Չի կարելի հարկային ստուգումները համեմատել աուդիտի հետ։ Այլ խնդիր է, որ մենք բոլորս չենք ուզում տեսնել զարգացում կա թե չկա։ Իմ կարծիքով ոչ միայն դրական զարգացում այս ուղղությամբ կա, այլ նաև մենք ոչ թե պետք է հանենք այս պահանջը, այլ խստացնենք։ Հարակից զեկուցող Վարդան Այվազյանը զարմանում է։ Բարի նկրտումներով բան է արվել, սակայն դրան էլ դարձյալ չեն համաձայնվում։ Բայց շատ կգնեք, ես 1 միլիոն, 1 միլիարդի ակտիվ ունեմ իմ գործարանում, անցած տարին ունեմ, այս տարին ունեմ, ինչի համար պետք է ես երաշխավորված ամեն անգամ գումար տամ։ Եվ միջին ձեր հաշվարկով գումարը տատանվում է 3 միլիոնից մինչև 30 միլիոն դրամ։ Այդ խառատների մասին չենք մտածում, որ թողնում գնում են այս երկրից։ Կամ այդ սովորական գյուղացի մասին չենք մտածում, եկենք գրենք, որ ամեն մեր գյուղացու արտադրած պամիդորից պարտադիր պետք է 2 կիլո առնենք։ Հələ տեսնենք գյուղացին կգնա։ Վարդան Այվազյանի համոզմամբ օրինագիծը լուրջ առաջընթաց է ենթադրում։ Հիմնական զեկուցողը հավելում է, խնդիրը միանշանակ այլ է, քան դեմ եղող պատգամավորներն են ներկայացնում։ Մենք իհարկե չենք առաջարկում վերացնել ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը։ Մենք առաջարկում ենք թողնել ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը։ Առաջարկում ենք պարզապես վերացնել պարտադիր աուդիտի եզրակացությամբ հրապարակումը միայն իրացման շրջանառության եւ ակտիվների հաշվեկշռային արժեքի դրույթով պայմանավորված։ Այսինքն անգամ մնացած բոլոր դեպքերում, այդ թվում նաև այն դեպքերում, որ պարոն Մինասյանն այստեղ ներկայացրեց, մեր օրենսդրությամբ եւս պահպանվում է բանկերի բանկային գործունեության դեպքում, գնումների մասին օրենքի շրջանակներում կատարվող գնումների դեպքում, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերում։ Կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցն են քննարկում խորհրդարանականները։ Առաջին ընթերցումից առանձնապես շատ բան չի փոխվել։ Խմբագրական որոշակի փոփոխություններ են կատարվել։ Այս փուլում կարծում եմ, որ օրենքի ընդունմամբ մենք իրոք կստեղծենք միջավայր, որը թույլ կտա եւ առաջին հերթին քաղաքացիների կամ արտահայտության առումով խնդիրը լուծել եւ երկրորդ ստեղծել միջավայր, որը թույլ կտա արդեն ամբողջական լուծումները համատեղ ուժերով իրականացնել եւ ապահովել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացումը։ ՕԵԿ-ի առաջարկին չեն հասցրել անդրադառնալ, բայց նախարարը խոստանում է դա անել վաղը, մինչև հարցի քվեարկությունը։ Իսկ առաջարկն այնն է, որ ովքեր չեն ուզում միանալ պարտադիրին, դիմում չգրեն, դա լինի ինքնըստինքյան։ Թևան Պողոսյանը նույնպես միանում է այդ հորդորին, խնդրելով փոխել հոդված 3-ի փիլիսոփայությունը։ Պարզաբանում է, դիմում կարող են գրել մասնակցել ցանկացողները։ Ինչ է նշանակում մարդը դիմում գրի, ինչ որ բանի չմասնակցելու համար։ Ռեֆորմը առաջ են տանում, թե ժամանակ են շահում, ցանկանում է ճշտել պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նաև հետաքրքրվում է, գործում է արդյոք պարտադիր բաղադրիչը։ Եղբայր, եթե դուք ինձ ասեք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ որ կետում է գրված, որ 20-րդ կետը հակասահմանադրական է, ես հերետ կհամաձայնվեմ եւ կասեմ, այո, պարտադիրը չկա։ Օրենքը ընդունելուց հետո այն պետք է տարվի Հանրապետության նախագահի ստորագրությանը։ Նկատի ունենալով այն, որ օրենքը հետադարձ ուժ պետք է ունենա, Արծվիկ Մինասյանը նաև կոչ է անում Հանրապետության նախագահին այն ստորագրել հնարավորինս շուտ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էլ ամփոփում է, օրենքով կլուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք արձանագրել են միասին։ Այս օրենքի նախագծի ընդունումը թույլ է տալու ստեղծել այն միջավայրը եւ նաեւ համակարգերը գործատուների համար, որպեսզի վարձու աշխատողի եւ գործատուի միջև հարաբերությունները չսահմանափակվեն
իրենց հարաբերություններով եւ դրանց անիրացվելիությամբ։ Ասել, որ օրենքի ընդունմամբ հակասահմանադրական նորմեր են առաջ գալիս չի կարելի, շարունակում է նախարարը, իսկ պետությունը անկախ ամեն ինչից շարունակում է իր մասնակցությունը, որովհետև տեղեկատվական շտեմարան է անհրաժեշտ։ Տեղեկատվական շտեմարանում ներկայիս տեղեկատվությունը բնական է, որ իրերի իրական վիճակը չի արտացոլում։ Իսկ սա կարող է բերել բարդությունների, հետագա խնդիրների լուծման ժամանակ։ Օրենքը կիրառության մեջ նոր պետք է մտնի։ Պետական մարմինների կողմից հանրարարականները եւ ճշտումները նախարարը բացառում է։ Վստահ է, օրենքի ընդունումը լավ հիմք կստեղծի վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Թերեզա Կադայեվչյան, Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։